Բանկային ճշտապահությամբ ու աշխատանքային օրվա ավարտին բոլոր բանկիրները գլխավոր դրամատանն են հավաքվել ու հաշվում են։ Այս դեպքում արդյունքները։ Բոլոր տվյալներն Արթուր Ջավադյանի ձեռքին են։ Կենտրոնական բանկի նախագահի զեկույցը լսողը մեկ եզրահանգման է գալիս։ Նահանջ տարին Կենտրոնական բանկը վերելքով է ամփոփում։ Դա անվանում են երկու բառով՝ ֆինանսական կայունություն։ 2016 թվականին Կենտրոնական բանկն ապահովել է գների և ֆինանսական կայունությունը։ Ֆինանսական կայունություն ձևակերպման տակ հետևողական աշխատանք է։ Դրա շնորհիվ է, որ տարվա ընթացքում ձեռքբերումների հոսքը չի դադարել։ Ու հենց դրանք է երկրի ղեկավարի ներկայությամբ թվարկում Կենտրոնական բանկի նախագահը։ Ջավադյանի ելույթում, եթե նույնիսկ նվազում բառ կա, ուրեմն տոկոսադրույքի մասին է խոսքը։ Եթե ցուցանիշը ցածր է, գնաճն է։ Կենտրոնական բանկը տարվա ընթացքում աստիճանական նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդհանուր առմամբ մի տարվա կտրվածքով 3,5%-ով։ Տարին կավարտենք 0-ից ցածր գնաճով, իսկ նպատակային ցուցանիշին կմոտենանք աստիճանաբար տնտեսությունում անկայունություններ չառաջացնելու զգուշավորությամբ։ Դրականի մասին խոսող Արթուր Ջավադյանը չի նշում, որ տարին բարդ էր, բայց որոշ տվյալներ հենց դա են ցույց տալիս։ Հասարակության ու բիզնեսի համար կարևոր մի քանի խնդիր լուծվել է հենց գների կայունությամբ։ Տրանսֆերտների նվազման պարագայում նպաստել է սպառողների կենսամակարդակի պահպանմանը, աշխատավարձերի և այլ եկամուտների գնողունակության պահպանման միջոցով։ Նպաստել է ձեռնարկությունների մրցունակության վերականգնմանը, որը խաթարվել է Ռուսաստանի Դաշնությունում ռուբլու արժեզրկման հետևանքով։ Ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար շնորհակալություն։ Սերժ Սարգսյանը հենց դա է շեշտում առաջին տողով։ Նախագահը լավ է պատկերացնում դրան հասնելու բարդությունը մարտահրավերներին դիմակայելուն զուգահեռ։ Մենք դիմակայեցինք մարտահրավերների, որոնք ընդհանուր առմամբ բոլոր երկրներում բերում են որոշակի անկայունությունների։ Նկատի ունեմ և ապրիլյան պատերազմը, և այլ իրադարձություններ, բայց փառք Աստծո, որ այդ ընթացքում շատ նորմալ վարքագիծ դրսևորեց մեր ազգային արժույթը, շատ լավ էր և խրախուսման արժանի։ Բանկային համակարգի ֆինանսական կայունությունը ամրապնդելու համար է բանկերի խոշորացումը, կապիտալի վեցապատկումը հասցնելով 30 միլիարդ դրամի։ Դա կմեծացնի մեծածավալ բիզնես նախագծերի ֆինանսավորման հնարավորությունը։ Ես ուզում եմ, որպեսզի դուք զարգացնեք այս համակարգը։ Ուզում եմ, որ այն դրականը, ինչ տեղի ունեցավ կապված մեր բանկային սեկտորի առանձին բանկերի կապիտալի խոշորացման հետ, բերեք, հասցնեք դրա բուն նպատակին։ Եկող տարվա գլխավոր հանձնարարությունը բանկիրները ստանում են այս պահից՝ պահպանել ֆինանսական կայունությունը։ Քաղաքական ոչ մի գործընթաց, ոչ մի ընտրություն չպետք է խաթարի համակարգի բնականոն գործունեությունը։ Շակե Ղազարյան, ժամը լրատվական։